Այստեղ Քուչակ գյուղի այս հատվածում առավոտյան 8-ին է տեղի ունեցել աղետալի ավտովթարը։ Իրար են բախվել Opel Zafira-ն ու Volkswagen-ը։ Սաստիկ հարվածից հրկիզվել է Opel-ը, վթարից կես ժամ անց հրշեջ փրկարարներին հաջողվել է մարել կրակը։ Opel մանքի մի կինոն այրված փոսի մեջ է ներկևում, այս մյուս ավտոն է սս կանգնած է շոշվել էլի։ Մինչ փրկարարները տեղ կհասնեին, անցորդներն օգնելու ավտոմեքենաներից դուրս են բերել 13 քաղաքացու։ Տեղում մահացել է 1 քաղաքացի։ Ըստ ականատեսների մահացածը Opel Zafira-ի վարորդի կողքին նստած ուղևորն էր։ Խոշոր վթարից սարսափած են ականատեսները։ Շիրագի մարզի փոքր Մանտաշ գյուղի տեղը ենք։ Ավտովանցը տեսանք ավտովդար էր, հետո բարեկները կանգնեցնում էին։ Կանգնեցինք, տեսանք ով դեպքեր պատահել։ Ավտոնը անսարկություն եղավ։ Հետո իջանք հարցուփորձ արինք, մահացած մարմին կար։ Մոտեցանք, խնդրեցին, մոտեցանք օգնենք, վերցրինք դրինք կայլասկերում, որ տեղափոխեին հիվանդանոց։ Դաժան էլի։ Սիմվոլի ավտովդարից դի շատ ավոր։ Վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկին ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, 11 տուժածներին ապարանի բժշկական կենտրոն։ Ավելի ուշ առողջապահության նախարարությունից հայլուրին հայտնել են, որ մահացածները երկուսն են։ 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են արդեն ռեանիմոբիլներով Էրեբունի բժշկական կենտրոն, 2 հոգի միջին ծանրությամբ ախտորոշմամբ տեղափոխվել են Միքայելյան բժշկական կենտրոն, մնացած տուժած պացիենտները այս պահին գտնվում են ապարանի բժշկական կենտրոնում, թեթև եւ միջին ծանրությամբ տարբեր ախտորոշումներով ներկայումս հետազոտման փուլում են, Volkswagen-ի վարորդը այս պահին գտնվում ապարանի բժշկական կենտրոնում, նախատեսվում է վիրահատական միջամտություն։ Volkswagen-ի 33-ամյա վարորդը պատմում է, որ ինքն աշխատանքի էր, 9 ուղևոր էր տանում Թիֆլիս, այդ թվում ռուսների։ Վարորդի խոսքով նա այդ պահին նկատել է, թե ինչպես է Opel-ի վարորդը հատում հոծգիծն ու հանդիպակաց գոտիով մեքենան վարում Volkswagen-ի ուղղությամբ։ Բայց չի պատկերացրել, որ ամեն ինչ այս վերջաբանը կունենա։ Ծանր վթարի ականատեսները պատմում են, որ վերջին 1 շաբաթում արդեն 3-րդ ավտովթարն են տեսնում։ Ասում են, վարորդները չափազանց արագ են վարում։ Իրանց կյանքի մասին չմտածում, գոնե ուղևորի կյանքի մասին պետք է անպայման մտածես։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։